Անայիկ և Արման Անի և Վահան Արմինա և Նորեկ Լիլիթ և Ռաֆի Լոլա և Հոբո Սապենիկ և Արտաշես Յորեք Սուզաննա և Ռոբերտ Սոնա և Էմանուել Ութ գեղեցկույները Իսկ հիմա ութ տղաները 16 լավագույն մասնակիցները Տիկնայք և պարոնայք Բարի գարուստ, բարի թեքալոգես նոթագից Դիմավորը կաղորդավար Գրիգոր Աղախանյանի Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք Մրցույթային երրորդ համերգն է Շանթի եթերում Ողջունենք մարդկանց, ովքեր կյանքը ընկալում են սինխրոն շարժումների մեջ Գագիկ Կարապետյան Վարդուհի Ալեքսանյան Եվ Արմինե Զարյան Եկեք առանձնահատուկ ողջունենք ևս 4 մարդու մանուները սկսում են ատարով Անի, Արա, Աննա, Արմեն Ցավոք սրտի նրանք նախագծում չեն բայց եկեք ողջունենք, այո Հաճելի ինֆորմացիա մեր պարողների երկրպագուների համար Նախագծից դուրս մնացած մասնակիցներին շատ շուտով դուք կտեսնեք X Factor նախագծի գալահամերգի ժամանակ Այսպիսի անակնկալներ լինում են միայն Շանթի եթերում Այսպես սկսում ենք մրցույթային երրորդ համերգը և սկսում ենք կրակոտ սամբայով Պարուսույց բեմադրիչ Արմեն Մկրչյան, պարում են Արմինան և Նարեկը Շատ կրակոտ սամբա դիմավորը Երրորդ գալահամերգ աշխատում եմ Նարեկի և Արմինայի հետ բեմադրելու ենք սամբա պար լատինամերիկյան պարագոճից Ես միշտ պարել եմ բոթասներով, կետերով, հիմա իմ համար մի քիչ բարդ կրունկներով լատինոամերիկյան տոշիկները հագնել, մի քիչ ցավում է ոտքերս, բայց քանի որ ուզում ենք ստանանք լավ արդյունք, պետք է շատ չարչարվենք ու համակերպենք այդ մտքի հետ։ Պտույտ, այստեղ պետք է լինի, նայ մի հատ, այստեղ պետք է լինի։ 1, 2, Արմին, ռամպամ շեպ, այստեղ պետք է նայեք ինչ է կատարվում։ Ռապապապապապա բում։ Հասկացան ինչ է կատարվում։ Հա բայց հետո մի քանդվի խնդրում եմ։ Ճիշտն ասած կյանքում պարած չկամ սամբա, շատ ուրիշ ոճ է, ինչ որ միջև հիմա պարում էի, շատ ավելի կոնքերը պետք է շարժել, թույլ, ու ես ասենց ձիգ փորձում եմ այդ ձգությունը հանել։ I2, I3, I4, 5, I6, I7, I շեպ։ Մի ժամանակ կար, որ ես մտածում էի, վայ, ոնց կլինի, ես չեմ կարողանա պարեմ լատինոամերիկյան պարեր, բայց հիմա որ քանի որ ինքս անցնում եմ այդ
փարավոճի մեջով ինձ դուր է գալի ու փորձում եմ անել այն ամենը, որ մաքսիմալ ստանամ այդ կոնքերի, ձեռքերի հետ կապված։ Նոր, այն կոմ ուր ես գնում։ Երկու գալան ավելի դանդաղ, ավելի զգացմունք կային, ու այս պարը ավելի դրայվոտ է, ու ես ու Նարեկը շատ ենք ուրախացել, որտեղ ուզում ենք դրայվոտ պար ցույց տանք մեր ժյուրին ու hանդիսատեսին։ Eu já lavei o meu carro de entra e faça a festa. Me liga mais tarde, vou adorar, vamos nessa gata. Me liga mais tarde, tem balada. Quero curtir com você na madrugada, dançar, pular até o sol raiar. Gustavo Lima e você. Balada, quero curtir com você na madrugada, dançar, pular, que hoje vai rolar o tchê 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 tchê. Gustavo Lima e você. Gustavo Lima. Արմինա եւ Նարեկ։ Նարեկ եւ Արմինա, բրավո։ Եվ լսում ենք ժյուրի անդամներին։ Արմինա, երբ դու կանգնեցիր պարի սկիզբը պարելու, եթե դու տեսներ այստեղից ինչ շշուկներ էր գալիս, եւ վերջում ինչ ծափահարություններ ընջեցին, բրավո։ Ես կարծում եմ այս ծափահարությունները քոնն են։ Ես քեզ նախընտրական փուլում շատ հավանում եմ եւ քո տվյալները չէի կարողանում տեսնել առաջին եւ երկրորդ գալաների ընթացքում, բայց այսօր ես ինձ համար բացահայտեցի մի բրազիլական այդ տաքարյուն կրքոտ եւ դու նույնիսկ կոշիկների վրա ես կարողանում ազատ պարել եւ տիրապետել մարմինը պլաստիկ շարժումների ներքո։ Շնորհավորում եմ քեզ Արմին, այն շատ դուր եկավ քո կատարումը։ Իսկ Նարեկին լատինամերիկյան ոճում չէի պատկերացնում, որ կարող էր եւ Արմինայի կողքին նման զգեստով եւ պարային շարժումներով եւ փիսքյուլներով։ Այո։ Այո, ծափանենք նաեւ Նարեկին։ Նարեկ, գիտես ինչ շատ դուր եկավ քո այդ արիստոկրատ պահվածքը որպես պարընկերոջ եւ դու իրոք մեծարում եւ տարի սեր հնարավորություն որպեսզի քո պարընկերուին ներկայացնի գեղեցիկ շարժումները դու այս դուետում հիանալի պարընկեր ես բրավո Բրավո Արմինա խնդրեմ Շնորհավորում եմ իրոք շատ սիրուն էր շատ drive հա power դուրս եկաք կրակոտ, ինչպես ասեց Վարդուհին, համաձայն եմ, Արմինա, մի վախեցի ջան, ես ուղղակի մի քիչ սենց կաշկանդվածություն զգացի քո մարմնի մեջ, դուր, հա, ինչքան ունեք երեխեք տվեք, ձեզ հնարավորություն է տրվում, դուք ամեն շաբաթ պիտի մեզ զարմացնեք, մի պահեք ձեր մեջ, ոչ մի բան, հա, ամեն անգամ կարող է եւ վերջի անգամը լինի։ Շատ լավն էր, իրոք, շատ սիրուն էր, շատ լավն էր, ուղղակի մի քիչ սենց էներգիա, սենց ավելի կրակոտ։ Նարեկ, դու զարմացնում ես ինձ ամեն շաբաթ, մի շաբաթ ձեռքով, այսօր սենց, չգիտեմ, չհասկացա, իրոք շատ լավն էր, շատ դուրս եկավ, ապրեք։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Ես կփորձեմ չկրկնվել, միայն ուզում եմ Նարեկին ասեմ, որ Նարեկ ջան ինձ համար շատ հաճելի էր, որ քեզ տեսա այս տեսակում եւ ես սկզբից որ մտածում եմ, որ դու ամեն ինչ հաղթահարելու ես, ես հասկացա, որ ես չեմ սխալվել։
բայց կուզեմ քեզ ավելի լավ տեսնեմ այս ժանրում եւ մյուսներում, որտեղ դու ունես այդ հնարավորությունը, Մարմինը տալիս է քեզ այդ հնարավորությունը, մնում է որ դու ճիշտ ու լավ օգտագործես։ Ես ում երկու բառ ասեմ բեմադրության համար, ինձ շատ դուր եկավ բեմադրությունը եւ ինչու ասեմ դուր եկավ, որովհետեւ այն անտեղի, անհարկի բոլոր տեսակի պահումներն ու բաները չկար մեջը, կար պար եւ մենք ավելի շատ նայեցինք պար, քան թե ինչ որ բաներ, որոնք խանգարում են պարին։ Ես անպայման ուզում եմ ասեմ բոլորին, որ այդ մարմնամարզական ակրոբատիկ բոլոր հնարքները մտել են պարարվեստ, բայց եկել են օգնելու պարարվեստին, որ ինչ որ միտեղ, եթե դրա անհրաժեշտությունը կա, հնարքը պետք է լինի, մենակ ամենաանհրաժեշտ որ դա մեստեղ իսկապես այդ գլուխոնձին պետք էր։ Առանց դրա հնարավոր չէր։ Մյուս դեպքերում ինչքան մենք պար նայեցինք իր ամեն ինչով, առանց բան, անտեղի հնարքների եւ այլն։ Ես ձեզ շնորհավորում եմ թե ձեզ, թե ձեր պարը բեմադրողին, որ Արմենին։ Որպես սկիզբ լավ է, ապրեք։ Որպես սկիզբ լավ է, ժյուրի անդամներին ենք ծափարում Վարդուհի, Գայի Կարապետյան եւ Արմինե։ Նարեկ, իսկապես առաջ անգամ էր այս ոճում։ Առաջ անգամ էր, հա? Այո։ Ոնց էր իսկապես։ Շատ դիսկոմֆորտ էր, թե նորմալ։ Չէ, շատ հաճելի էր ընկեր Արմենի հետ աշխատելը։ Ահա, իսկ Արմինեն հետ, հա? Արմինին է։ Արմինեն եւ Արմենի հետ, շատ։ Չէ, ուղղակի որպես պարուսույց իր մատուցած բեմադրությունը։ Հեշտ աշխատողնական կեղծես Արմ, հա? Ահա որ։ Չի ջղայնանում։ Երանի իր պարապողներն իր հետ։ Արմենի հետ։ Այո։ Ծափար ենք Արմենին։ Արմենե, գիտեմ, որ ռուսերեն նոր բառեր ես սովորել, հա? Ինչ բառեր գիտես ռուսերեն, հետաքրքիր։ Я знаю поговориться на русский. Кошка. Կոշկա, մուրզիկ բայց, չէ։ Մուրզիկ։ Կոշկա, մուրզիկ, թե չէ անդե անկապ ուրիշ։ Танцеваем. Танцеваем. Танцует. Нарик хорошо танцует? Нарик. Ха, Нарик. Очень красиво танцевает. И красивый парень. Тагая, или сирун тагая? Муж. Мужчина. Ինչ որ բաներ ա կատարվել նախագծում, ես տեղյակ չեմ։ բոլորը։ Չէ, не муж։ Չէ, ուզում եմ ասել մужчина, ну տես նորմալ տղամարդ է, չէ, ոչ թե մուж։ Բայց կարող ամուսնացի։ Չէ, ոչ։ Մուժը տղամարդ չի։ Հա, մուժը տղամարդ է, բայց երբ որ մուժ է։ Այդ շոյից հետո կբացատրեմ, արեն։ Եթե մենք ապրեինք այդ դարաշրջանում, ապա կզբաղվեինք կամ խնջույքով, կամ պատերազմով։ 8-րդ դար, վիկինգների դարաշրջան։ Պարուսույց բեմադրիչ Քրիստինա Հովակիմյան, Անահիտ եւ Արման։ Հիփ-հոփ դիմավոր։ Երրորդ գալահամերգի համար պետք է պարապեմ Արմանի եւ Անահիտի հետ, բեմադրվում է հիփ-հոփ։ Street dance-ի համար բոլոր ոճերից կլինեն շարժումներ եւ break dance-ի, եւ pop-ինգի, եւ hip-hop-ի, եւ այդ ամենը ավելի կբեմականացնենք եւ կպայքարեն իրենք այդ համարում ավելի շատ։ Раз. 3 4 Раз. 2 էսկոմ 3 4 սղացրեցիք մնացիք ստեղ, այ այստեղ։ Հիփ-հոփին բնորոշ զսպանակները, կտրուկությունը, տեխնիկան մի քիչ խորթ է երկուսի համար, քանի որ երկուսն էլ դասական ոճի պարողներ են, բայց իրենք շատ լավ են աշխատում եւ փորձում են հաղթահարեն եւ անընդհատ իրենք իրենց հոգեբանական տրեյնինգ են անում, ասելով մենք շատ լավ ենք պարելու, մեզ մոտ ամեն բան լավ կստացվի, ինձ դուր է գալի այդ տրամադրությունը իրենց երկուսի մեջ էլ։ Раз, 2 и 3 и раз։ Լավ ստեղ։ Ու միանգամից ստեղ դում։ Раз, и два, и թփեցիք, պտտվեցիք ու բում։ Հա։ Աշխատում ենք այնպես, որ դասական վիճակից դուրս գանք։ Տտդում, ուղեք։ Մի հատ է, աչը, ձախը, ներքև ուղվեցիք։ Այստեղ, հա։ Ու նոր գնում է ռաս այսի։ Պարել եմ հիփ-հոփ, ուղղակի այս մակարդակի մաքրությամբ հիփ-հոփ չեմ պարել, միշտ ինչ որ շարժումները հեշտ են եղել, մի քիչ թույլ են եղել, հասցրել եմ։ Ոտը! Պտտվեցիր,
Արագ է շատ, պետք է հասցնենք։ Вот он зигзаг. И бам, подвес, бам, это. Эй, Кантов. Stop. Երաժշտությունը Legend of Seeker ֆիլմի երաժշտությունն է, Wanna Get Hype ստեղծագործությունն է, ես ուզում եմ եւ այդպես պարնել մենք այդպես ենք ուզում անենք, որպեսզի աղմուկ բարձրացնենք, տեսնենք ինչպես կստացվի։ Ձիգա փոտերդ։ Ոչինչ, գնա։ Չի։ Նա։ Վազի ի բամ։ Բարձրացնենք մեր խորեոգրաֆի ուզած աղմուկը։ Don't know, get hype. Անայդ եւ Արման։ Եվ Արմին է խնդրեմ։ Ճիշտն ասած, ինչպես դուք հասկացաք, որ մի քանի մանրամասնություն ա դա իմ համար, հա, կատարումն է ինձ համար ավելի կարևոր է, որ չստացվեց։ Դուք դա զգացիք։ Այսինքն ինչ որ ասեմ, ուզում եմ ընդունեք որպես խորհուրդ եւ ոչ նկատողություն, հա? Նկատողություն ձեր պարուսույցներն են անում։ Ես որպես խորհուրդ խնդրում եմ առաջինը որ կասեմ, դուք ոնց որ երկու բեմում առանձին պարեիք, առաջինը։ Դա վերաբերվում է բոլոր մասնակիցներին։ Երբ որ պարում եք դուետ, հա, զույգ, չեմ տեսա ինչ որ մեկը զգա մյուսին, չէիք զգում իրար, հաշվի մեջ չէիք զգում, սինխրոն չկար, շատ հետաքրքիր, հա, շատ դրայվ պարեր, բեմադրություններ, չգիտեմ ինչու չստացվեց, հոգնած եք, չէ, ես ուղղակի կասեմ շնորհավորում եմ, որովհետև ժամանակ եք հատկացրել, հա, այս ոճը դուք ինքներդ ձեր մարմնի վրայով անեք, մասեր կային ստացվում էին, մասեր կային փախնում էիք, հոգնածություն եմ զգում, ես դա զգացի։ Շնորհավորում եմ, շատ գոհ չեմ, բայց կասեմ շնորհավորում եմ միայն ձեր աշխատանքի համար, հա։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Երեխեք ջան, նման բաներ կարող է լինեն բեմի վրա, դուք արդեն երևի 100 տարի պարում եք, գիտեք, ամեն ինչ, բայց դրանից կոտրվել չի կարելի, ընդհակառակը։ Ծափարենք, այո, ոգևորենք։ Դուք առաջի այդ պահումը որ չստացվեց, դրանից հետո ձեր պարը կոտրվեց, էլ արդեն մնացածը չկպավ։ Ընդհակառակը դրանից հետո մնացածը պետք է ավելի լավ անել, որ նրա տեղը գա լրացնի։ Դուք կարող զույգ եք, դուք պարող զույգ եք, դուք հնարավորություններ ունեք այդ ամեն ինչ անել։ Վերջ անգամ հիշվեք ինչպես բարեցին։ Հենց որ այդպես փոքր բաներ ձեզ պետքա չկոտրեն, դուք պետքա կարողանաք հաղթահարեք հենց բեմի վրա եւ նայողը պետքա մտածի, որ դա տենց էլ պիտի լիներ, դա սրիվ չէր, դա տենց էլ պետքա լիներ։ Հասկացա, ոչ թե չստացվեց։
այդ բանը միշտ պետք է պահեք։ Նենց որ բան, չկոտրվեք, առաջ։ Շնորհակալություն։ Վարդուհի, խնդրեմ։ Գիտեք, ինձ համար անակնկալ էր, որովհետև ձեր զույգի նման պատրաստված եւ ունենալ նման տվյալներ եւ ընկճվել ինձ համար անակնկալ էր, որովհետև դուք շատ ամուր կայուն սկսեցիք, շատ գեղեցիկ կերտել եք ամբողջ կերպարը, երաժշտությունը եւ պատրաստ էիք պատռել եւ ապարել մինչեւ վերջի մկանները։ Եվ ընկճվել ընդամենը մեկ պահումից դա ձեզ չէր սազում։ Լավ, սա ձեզ համար շատ լավ դաս կլինի, որպեսզի մինչև հաջորդ բեմադրությունը պարապել, փորձել այնպես եւ ապարել այնպես, կարծես ոչինչ ձեզ չի կարող խանգարել։ Նույնիսկ դուք ասինխրոն շարժումներ ունեցաք։ Ես դա կապում եմ ավելի շատ հոգեբանական խնդրի հետ։ Դուք կոտրվեցիք եւ չկարողացաք արդեն շարունակել։ Բայց շատ գեղեցիկ պահում արեցիք։ Ինչ շատ դուր եկավ։ Եկեք թեկուզ այդ պահման համար ծափահարենք այս զույգը։ Շատ բարդ։ Դուք ամուր զույգ եք եւ առաջ։ Արման, դու աշխատում ես օպերայի եւ Բարետի ազգային ակադեմիական թատրոնում։ Դա կարծեմ եւս մեկ անգամ ես ասել եմ։ Արման, ծնողներդ, երբ որ դու արդեն ընտրություն արեցիր, չէ՞, որպես դառնաս պարող, ինչպես ընդունեցին այդ փաստը։ Այսինքն գոհ էին, ուզում էին որ Ընտրությունը ես չեմ արել։ Չէ, ասում, ալի բժիշկ դառի, չգիտեմ։ Չէ։ Լավ փոխաշինի։ Ընտրությունը մաման արել։ Հա? Ես որ ճիշտն ասեմ, ես չէի սիրում։ Մաման ասել, հա, հետարքիր է, հա, մաման ասել է դու չէիր սիրում։ Բալես, պետք է պարես։ Տեղեկ չէ, ինչ է։ Պարը։ Այդ արվեստը։ Փոքր էի։ Դե Արման, դու շատ լավ խոսում ես լենականցու ակցենտով։ Ազատ խոսիր լենականցու ակցենտով։ Սո բա իդեպ հասեմ որ Արման լենակ Գյումրիից է։ Դե չէ։ Դա հուզված է։ Գրիշա, այ որ ասում են ծնողներին լսեք, ոտներդ քարի չի առնես, այդ դեպքն է, լսել եք ուրա ասել։ Շատ հաճախ չեն լսում։ Այս դեպքում մամային լսեց Արմանը եւ դարձավ շատ լավ պարող։ Եկեք եւս մեկ անգամ ծափարենք այս զույգին։ Անայ, նա ես Արմինայի մասին ասեցի, համես դու էլ երբեք օրինակ Անայտին չեմ լսում։ Հա փորձերի ժամանակ ինչ որ աշխորհություն ա տիրում։ Դու միշտ հանգիստ այսպես կյանքում էլ ես այդպես, այսինքն առանձնապես չէ։ Ուղղակի կյանքում չթավակված ես լուրջ ես։ Այդպեսի տվավարություն։ Ուրախ վիճակներ ունենում եմ, բայց ընկերներիս հետ ամեն դեպքում գիտեմ, որ սա նախագիծ է, պետք է ավելի հավաքված եւ լուրջ լիներ, դրա համար փորձում եմ անգամ փորձերի ժամանակ հավաքված կոմպակտ իմ գործը անեմ ու գնամ տուն։ Տեսեք ինչ լուրջ է վերաբերում իր գործին։ Զգացվում եմ։ Այնպես ուզում եմ անունը թողնել կեսգիշերային ավազի վրա, ծանոթ խոսքեր, ծանոթ երգից։ Իսկ հիմա այդ ամենը ռումբայի լեզվով։ Պարուսույց բեմադրիչ Գևորգ Մարկոսյան, Սոնա եւ Էմանուել, ռումբա։ Երկրորդ զույգը Էմանուելն ու Սոնան են, շատ դժվարությամբ փորձում ենք դեռևս մինչև հիմա հաղթահարել։ Այնպես ուզում եմ ամենը թողնել կես գիշերայի ավազի վրա Եզույքի համար, Էմանուելի համար շատ դժվար է, քանի որ այստեղ կա հաշիվ, այս բարվոճում կա հաշիվ, որը չի կարելի խախտել։ Ռազը ոնց որ բաց ենք թողում, լինում է 2, 3, 4, 2, 3, 4, դա հաշվը։ Իչի, ահա, օպ, ահա, հիմա որ քաշմա, չէ, քեզ հետ։ Հա, օքեյ։ Պահումների մասին ես չէր մտածում, որ կարող են հաղթարել, թե ոչ իրենք կարող են հաղթարել, քանի որ Սոնան փոքր Մարմինը ճարպիկ է, Էմանուելն ուժեղ տղա է։ Դու զգա, որ ինքը եկել հասել է իր տեղը, ոնց կիսատ հլը չհասած մի իջացել։ Շարժումները այստեղ շարունակական են, համեմատած հիփ-հոփի, որովհետև հիփ-հոփը կտրուկ է, ամեն ինչ ինձ համար բարդ է։ Ինչքան էլ որ հիփ-հոփ ոճի կարող է, ինքը շատ կանացի է ու իր մոտ ամեն ինչ կստացվի։
այնպես ուզում եմ անունը թողնել կես գիշերահի ավազի վրա որ նա լուսաբացի արտացոլված լինի ծողերում լինի ծողերում լինի ծողերում մինչև հասնի քեզ ձայնիս խողանջով վարուրված խոսքս հասնի այնպես ուզում եմ անունը թողնել կես գիշերահի ավազի վրա որ նա լուսաբացի արտացոլված լինի ծողերում լինի ծողերում Սոնա եւ Էմանուել։ Բրավո։ Էմանուել եւ Սոնա։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Նախ ուզում մի հարցամ, ով էր ընտրել երաժշտությունը։ Դուք թե պարոն Գևորգ։ Պարուսույցներ ընտրել թե։ Պարուսույցներ ընտրել։ Բրավո, եկեք զապարենք։ Ես շատ ողջունում եմ, որ նախագծում գոնե ժամանակ առ ժամանակ հայկական երաժշտություն հնչում, որովհետև բարգ ասում ենք ունենք կոմպոզիտորների գրած հիանալի ստեղծագործներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է լավ գույն եւ մինչեւ անգամ պատիվ բերի մեր պրոյեկտին։ Իսկ ես ասեմ, ես անցած անգամ ասեցի, որ ինձ համար գոնե ես տենց եմ կարծում, որ ռումբան այս պարատեսակների մեջ երևի թե ամենաբարդն է։ Ամենաբարդն է ոչ թե իր քայլով, ոչ թե եթերներով, այլ իր ներքին աշխարհով, իր ասելիքով, իր հոգեվիճակով, որը շատ պարտադիր է։ Եթե ասենք վալսի մեջ կամ ուրիշ տեղ լավ կատարումը կարող է փակի ամեն ինչը, ստեղ չէ։ Ուրեմն կուզեի ձեր քայլերը մի քիչ ավելի ռիթմիկ տեսնեի, ավելի ճիշտ չափի մեջ տեսնեի մեկ եւ երկրորդը դուք պարեցիք, հասկանում եմ, որպեսզի համարել բան, երկեքից ընկած ինչ որ մի պարես, չէ՞։ Գոնե տեսել էիք առաջ։ Դուք պարեցիք, արեցիք շարժումները, ամեն ինչը ճիշտ, բավականին հստակ, բավականին մաքուր բան, բայց այդ հոգեվիճակը չկար ոչ մեկիդ մոտ, երկուսիդ մեջ էլ բան կար, դատարկություն կար այդ իմաստով։ Չգիտեմ, տարիքը չի հասել ձեր, թե դուք հենց չեք սովորել դրան, բայց դա շատ կարևոր է եւ ուզում եմ ասել, մյուս անգամներ, ասենք, այս տեսակ համարներ ապարելուց անպայման կտրվեք աշխարհից, տրվեք այդ երաժշտությանն ու այդ բեմադրությանը միայն։ Դուք այսօր ամեն տեղ էիք, բայց բարի մեջ շատ քիչ էիք։ Այսքանը։ Շնորհակալություն։ Վարդուի խնդրեմ։ Լիովին համաձայն եմ պարոն Կարապետյանի հետ, ասեմ, որ երբեք երևի Լատին Ամերիկացու մտքով չէր անցնի, որ կարելի է ռումբա պարել հայկական երաժշտության տակ, բրավո երաժշտության ընտրության համար։ Հետաքրքիր միքս է։ Այո, սակայն երաժշտությունը պահանջում էր այնքան երկար զգացմունքային քայլեր եւ այդ փոխհարաբերությունը չտեսա ես զույգում։ Պարտադիր չի զգացմունք ունենալ, որպեսզի կարողանալ երաժշտությունը վայելել։ Սոնա վստահ եմ, որ այս ոճը քեզ ծանոթ չէր, բայց ինչ-որ դուր է գալիս քո կանացի այս ցաներվածքը եւ հագուստը, ես երբեք քեզ այս ոճում չեմ տեսել, սակայն ողջունելի է, որ դու որոշ չափով կարողացել ես կերտել։ Այո։ Բայց բարի ընթացքում ինձ համար անընդունելի էր, երբ դուք խնդիրներ էիք լուծում, դուք չէիք պարում, դուք ուղղակի մի քանի վարժություններ էիք իրար հետևից իրականացնում, որոնք չունեին գեղագիտական կողմ։ Լավ, դուք ավելի շարժումների կամ գուցե երաժշտությունն էիք ավելի հաշվում, որտեղ ոնց պարել, որպեսզի կարողանայիք ավելի ամբողջական դարձնել պարը։ Այ ինձ համար պակասեց այդ փոխհարաբերությունը, զգացմունքայնությունը։ Լավ, կերտեք յուրաքանչյուր ոճ եւ փորձեք մատուցել տվյալ ոճին համապատասխան։ Պայմանավորվեցինք։ Արմինե, խնդրեմ։ Ես կասեմ շնորհավորում եմ Էմանուել քեզ առանձնապես,
Որովհետև գիտեմ քո ոճը, բա պարային ու դու էլ Նարեկի նման ամեն շաբաթ ինձ զարմացնում եք։ Շատ սիրում եմ, որ ամեն անգամ երբ գալիս եմ, հիանում եմ, հա ինչ-որ մի ոչ որ վերցնում եք, ինչքան որ կարաք։ Ինձ կարևորությունը նա է, որ դուք աշխատեք, ինչ ոչ ձեզ տրվում է, եթե աշխատեք, 70% կմոտենաք, հա, նրան, որը որ ուզում ենք տեսնենք կամ մատուցեք այն տեսակ գոնե մոտ ոճին։ Ես կասեմ ապրեք, որովհետև իրոք դուք փոքր եք ու ռումբան, ինչպես ասեց պարոն Կարապետյանը, հոգեվիճակը ձեր տարիքին համեմատ գնացիք։ Միայն գիտեք ինչը դուրս չեկավ, որ ոտքերը համաձայն են Վարդու հետ, ոտքերը ոնց որ սենց հազիվ տանում էիք, չեք զգում, ոտքը դրեցիք, ռիթմը չկար հոգու մեջ, չէր բարձրանում, չեք զգում այդ փափկությունը։ Փափկությունը կապ չունի, փափկությունը կապ ունի մարմնի հետ, փափկությունը կապ չունի հոգեվիճակի հետ։ Ապրեք ձեր աշխատանքի համար։ Բայց ապրեք, այո։ Ապրեք, որ աշխատել եք ու գացվեց։ Խնդրեմ պարոն Կարապետյան։ Տարիքի համար որ խոսում ենք, ես վստահ եմ որ ուղիղ մի ամիս հետո եթե իրանք նորից շանս ունենան ռումբա ապարելու, արդեն տարիքը հասած կլինի։ Իրանք ճիշտ չէ, արդեն գիտեն ինչ են ապարում, ինչի մասին է։ Սա ասում առաջի անգամ ոնց որ բան վերել երկնքից գազ բաներ են։ Բայց թույլ տվեք չհամարձանվել տարիքի հետ, որովհետև ռումբան պարմեն 13 տարեկանից եւ կարելի է սիրավել անգամ 6 տարեկան։ Պարտադիր չի 20 տարեկան։ Տարիքի եւ սիրո մասին են հասկանալի չեն ապարում։ Մի ամիս հետո տարիքը տեղեկած կլինի, վստահ եմ։ Մեկ ամսը նոր ռումբա ենք սպասում ձեզանից, ծափարում ենք այս հիանալի զույգին։ Էման, դե ինչքան հասկացա ամեն ինչ շատ լավ էր այդ զգացմունքներն էր պակասում։ Սիրարված ես Էմանուել, թե ոչ։ Այժմ ոչ։ Այ որ լիներ այժմ այո, հիմա կարող է այդ զգացմունքները զգացվել։ Նույնը Սոնային հարցնենք, Սոն։ Այո։ Էմանուել, սովորի։ Սիրարվի էլի։ Աշխատասիրության մասին խոսեցին, ինչ կասեք աշխատասիրության մասին եւ համբերության, նաեւ որովհետեւ հա ռուսեն շատ լավ արտահայտություն կա, ասում терпение и труд, всё перетрут։ Գիսոն, ես ինչքան որ ես եմ նկատել, շատ աշխատասիր ես։ Ճիշտ եմ նկատել։ Ասում են։ Ասում են, աշխատում եմ, շատ եմ աշխատում, փորձում եմ որ ամեն ինչ ճիշտ լինի, լավ լինի։ Իսկ համբերատար ես ներվերը թերիքում, թե որ շտատ Ճիշտ ասած ջղայնանում եմ մեկնեք որ չի ստացվում։ Եվ ինչ։ Կարող եմ անել նատուժում։ Ես որ ջղայնանում եմ, զույգն եմ ջղայնացնում, ինքը շատ համբերատար է, շատ։ Այսինքն կարելի է Էմանուելին հունից անել, ինձ թվում չէ, հա։ Այն մարդը հերիք չի դեռ չի սիրարվել ներվայնացած Էմանուել։ Ուզում եմ ասեմ, որ շատ եմ հարգում այնինչ ասացին նոր, ուղղակի անկեղծ եմ ասում, իմ զույգը չէր կարող տալ այն զգացմունքը, որովհետև նա սիրարված է ու զգացմունքը կտա իր սիրած տղային։ Իսկ ինչ չի կարա տա։ Ահա, տա-դա-դա-դամ։ Էմանուել, դու ճիշտ ես ասում, բայց բեմը ունի իր կանոնները, որ քո ասածի հետ բոլորովին կապ չունի։ Բոլորովին։ Գիտեմ, բայց Համենայն դեպս ծափարենք այս համեստ համով զույգին։ Սարսափել է նույնիսկ մտածել, թե ինչ է լինում, երբ ամուսինը լցնում է կնոջ համբերության բաժակը։ Շարունակում ենք համերգը պարուսույց բեմադրիչ Արտյոմ Գևորգյան, Լիլիթ եւ Ռաֆի, ջազ։ Հիմա աշխատում եմ Լիլիթի եւ Ռաֆիի հետ, բեմադրում եմ ջազ։ Պետք է ասեմ բավականին գոհ եմ Լիլիթի աշխատանքից, որովհետև մեկ օրում մասնակիցը կարողացավ հավաքի նրան, ինչքան է տխուր էր, որ Արմենը դուրս մնաց նախագծից, բայց հավաքեց ինքը իրեն եւ պայքարը շարունակվում է։ Ուրապո։ Աննայի պարն եմ պարում, շատ վատ եմ ինձ զգում։ Ոնց որ ուրիշի պարն եմ էլի պարում։ Աննան է գալիս է կողքից նայում է, տենց вообще վատ եմ զգում ինձ։ Տենց հուսով եմ մինչև վաղը կհասցնենք։ Ես տանում այն փաստը, որ զույգդ փոխվել է։ Զույգդ արդեն կապվել ենք, գիտենք մեկս մյուսի նազուտուզը, կոպիտ ասած, բայց խաղի կանոններն այդպես,
պիտի դուրս գա ինչ-որ մեկը ու տենց բախտ վիճակվեց, որ մենք իրար հետ պիտի պարենք ու փորձում ենք տենց անենք, որ լավ լինի, հանենք ամեն ինչ։ Call a doctor, need some help to rescue me. One second I'm thinking I must be lost, and he keeps on finding me. Man, it's on my list, and who that man I wanna kiss. The only sin is I can't win. Ooh, well. Լիլիթ և Ռաֆի։ Բրավո։ Ռաֆի և Լիլիթ։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Հետաքրքիր բեմադրություն է եւ սկսեմ նրանից դու սիլբիզացիի ինչ է կատարում եւ տղամարդը լսում է կնոջ համբերության բաժակը։ Բայց ես հակառակը տեսա, ոնց որ թե հակառակն էր ավելի շատ։ Տղամարդունները տարբերակում մի քիչ ուրիշ։ Այ քիչ առաջ որ խոսում էինք, մենք ստեղ տեսանք հնարքների մի ամբողջ հերթականություն, ոչ թե մեկ այլ մի քանիսը իրար վրա եւ սա այն ճիշտ իմ ասած բանն էր, որ անհրաժեշտ էին դրանք, դրա համար ստեղ էին։ Ուղղակի դրված չէր որպես բան, հնար որ նայեք, գիտեք գրաֆիկ կարում է այս բանն անի, կարում է, չէ, տեխնիկա ցույց տալու համար չէր, ուղղակի դա տեղ պետք էր, դա տեղ ասելիք էր, խոսք էր։ Դրա համար չի ճիշտ տեղին էր, ինքը հնչեց դա։ Շատ լավ կերպարային համար էր, շատ ուրախ համար էր, ինչ շատ դուր եկավ։ Հետո ես տեսար համոզվեցի, բոլոր տղամարդիկ են, հենց ճաշ են տալի, ձենները կտրում են, բոլորը հանգստանում են։ Տեսար վերջի ինչ կատարեց։ Երկուստ էլ լավն էիք, երկուստ էլ հետաքրքիր էիք, կերպարով էլ, կատարումով էլ, բավականին մաքուր էր, բավականին աշխատած էր, հետաքրքիր էլ բեմադրություն էր։ Շնորհակալ եմ։ Բրավո։ Վարդուի խնդրեմ։ Գիտեք, կան բեմադրություններ, որ կարող եք չասեք ով է բեմադրել։ Հենց միանգամից զգացվում էր Արտյոմի ձեռագիր, այո։ Բրավո Արտյոմ։ Ինձ համար բեմադրությունը ավելի թատերականացված էր, շատ գեղեցիկ կերպարներ էր եւ կարողանում էի կերտել այդ երաժշտական, թեմատիկ, շատ գեղեցիկ էր ամեն ինչ, բայց թույլ էր։ Ինձ համար թույլ էր, որովհետև չկար պարային բարդ կային հնարքներ, գուցե դա նրա հետ է կապված, որ Լիլիթը ժամանակ չի ունեցել, որպեսզի սովորի ընդամենը մի քանի օր ինչ զույգը փոխել եք, բայց դուք զույգային էիք, հետաքրքիր է, որ միասին էիք պարում, սինխրոն էիք, կային լավ կողմեր պարային, բայց ինձ համար թույլ էր, որովհետև վստահ եմ, որ Ռաֆին կարող է էլ ավելի բարդ էլեմենտներ անել եւ Լիլիթի հնարավորություններն արդեն իսկ տեսել ենք։ Հաջորդ գալայի ժամանակ կուզեմ ավելի ձեզ տեսնել ոչ ափոխված եւ ավելի բարդ կատարումով, այսքանը։ Շնորհակալություն։ Արմինե։ Տրամադրությունից բարձացավ։ Այո։ Ժպիտ եկավ դեմքից։ Դա շատ լավ է։ Ասեմ երեխեք շատ լավն է, շատ սիրուն էր թեատրալն, այսինքն թատերական այդ ամեն ինչը շատ սիրուն գեղեցիկ համար էր։ Շատ կարճ կասեմ, Լիլիթ, կամանց ցույց ես տալի դեմքի արտահայտությունը, որ կարա փոխվի վերջապես։ Չէ՞։ Ռաֆ, ես իհարկե չգիտեի, որ այդքան շատ կարած դեմքով խաղաս, շատ սիրուն էր, շատ հմայիչ էր։
Ավելի շատ սպասում եմ տեխնիկապես, հա, մարմնային ինչ ուրիշ կարաք անեք։ Դա եմ սպասում, այսինքն ուրիշ ոչ, ուրիշ այդ ճկունություն այդ ամեն ինչը, դա եմ սպասում, բայց շատ ընդհանուր, շատ սիրուներ, ապրեք։ Ծափարում ենք Ռաֆին և Լիլիթին։ Սա իդեպ առաջին զույգն էր, չէ, որ փոխվեց, չէ, դուք առաջին զույգն եք և դա էլ խնդրում հաշվի առնեք, որ առաջի փոխված զույգ և այսպես լավ պարեցինք և հետարքիր։ Ծափարում ենք ևս մեկ անգամ։ Ինձ թվում է, որ բեմադրության սկզբում կերակրեի Ռաֆին, ավելի լավ կներ, վերջում տվեցիր, այն մարդը։ Չուզած ինքը չի ավանում իմ եփած ճաշերը։ Դա իրա պրոբլեմն է։ Թող գնա դրսում ուտի ուրեմն։ Դրա համար վերջում զոռով։ Զոռով։ Այ ընկերություն, կանայք հիմնականում աղջիկներ են, ընկերություն են անում մամաների հետ, չէ, շատ հաճախ լինում է։ Դե տղաները, վերևի տղաները, բայց լինում են նաև երբեմն երբ պապա, մամա հետ լինում է, այն որ կիսում ես։ Այդ ամբողջ պրոբլեմները կիսվում ես, ասում ես։ Իհարկե, բոլոր պրոբլեմները։ Անգամ ամենա որ բան, հա։ Ամենա, իհարկե։ Դեռ չանգամ չես կիսվում մամա հետ։ Ասել եմ, այս նոր զույգս, վայ, շատ վատնա։ Խապում եմ լավ, ասել եմ, որ զույգս փոխվել է, բարի մասին եմ պատմել, որ մի օրում պատրաստել ենք, տենց։ Տենց, ատենց, Լիլիթ, ատենց, պարզա, Ռաֆի ջան, դու, ընկերության։ Սկզբից ուզեմ նշել, շատ ճիշտ նշեցիք, Ռաֆին նաև շատ լավ, հա, բացին այնց, որ բավական լավ ապարում, նաև շատ հետարքիր միմիկա ունի։ Շատ կարևոր է։ Այս համարում։ Դատ միմիկա արա, չել են տանոյն մանում։ Պարապեմ, ես կիսվում եմ հիմնականում հայրիկի հետ։ Չէ, իսկապես, պապա հետ կիսում ես։ Իսկապես, այո։ Հայրիկ հետ քիչ, հայրիկ հետ շատ։ Լավ, բաներ կա, որ չես կարող կիսվել, ինձ տենց է թվում։ Չէ, հայրիկը ընկեր է։ Ընկեր է։ Այս տաստա, որ այդպես է լինի։ Ռաֆի և Լիլիթ։ Լինում է, երբ կորցնում ես փողերը, ասենք ճգնաժամի պատճառով, բայց ցավալի է, երբ քեզ սննկացնում է հարազատ աղջիկդ, երբ նրան երես ես տալիս։ Պարուսույց բեմադրիչ Գևորգ Մարկոսյան, Սաթենիկ և Արտաշես։ Չա, դիմավորեք։ Արտաշեսն ու Սաթենիկը պետք է պարեն չա։ Մենք որոշեցինք համար անել ավելի հումորային։ Երրորդ գալային պարում ենք չա-չա-չա, խորեգրաֆը Գևորգն է Մարկոսյան, շատ ուրախ ենք դրա համար։ Պամ, գցեցին, ստե պաուզա չես տալի, մի անգամից որ ասլես, 2, 3, կա, ոնչ կա, չա-չա, պամ։ Եթե սխալ անեմ, ժյուրին կասի, դու այդ պարավոճի պարող ես, իրավունք չունեիր սխալ անելու։ Լոկը տանում ես, մնում ես ստեղ, որ անես քայլ, արդեն դու ստեղ հասած գնաս, պամ, 2, 3, չա-չա-ռաս, 2, 3, չա-չա-ռաս, 2, 3, դու չա-չային ես բավարը տանել։ Ինչ-որ կոնքային շատ չկա, այդ նրանով բաղթս բերել է։ Շատը լուսնաձև է կոնքային շարժումները, չա-չա-չայի մեջ, և հիմնականում ունի երկու, ոնց որ մարմինը բաժանում է երկու մասի, եթե աշխատում է աջ-ձեռքը, աշխատում է մարմինի աջ մասը, եթե ձախը, ձախ մասը, քայլերն էլ է հետաքրքիր, ասենք ոտքերի քայլ պետք անես ոտքով, ծնկները հետևից պետք է միանան իրար։ Չարաս, շատ առաջ մի գնացեք։ Բավականին հեշտ ստացվեց, քանի որ Սաթենիկը փորձված է լատինամերիկյան պարերի մեջ, Արտաշեսն ճկուն տղա է, շատ արագ ադապտացվեց։ 2, 3, չարաս, 2, չարաս, արեցիր էլի, 2, 3, չարաս։ Ընկա։ Ահա, լավ է։ Որոշեցինք, որ հենց չա-չայով չավարտվի, քիչ էլի տենց խաղարկային լինի և պետք է նստի մեջքիս, ամեն անգամ ելնում է մեջքիս։
Սաթենիկ եւ Արտաշես։ Արմին է, ընտրեմ։ Ես երգում եմ, երգը շատ դուրս եկավ։ Չա։ Ասեմ, ուրեմն սկսեմ քեզանից Սաթենիկ ջան, որ դու քո ոճի մեջ էիր։ Բայց ամեն սենց լինելու։ Դե բայցը պետք է լինի, չէ՞։ Հաց չեք կերե։ Նորից հաց չեք կերե։ Ջան, ուզում եմ կառավարես քո մարմինը։ Ինչ կա ձեր վրա ձերն է, չես կարա ձերքդ բացես, պտույտի ժամանակ մորանաս ձերքդ կախվի, կամ ոտքդ ձգես, ռոնի ժամանակ, ռոնդե ժամ, ռոնի ժամանակ ոտքդ մորանաս ծրվի, դա նկատողություններ են, որպես պարուհի եմ ասում, հա, քեզ հիմա, Արտաշես, ապրես, շատ լավ է, ապրես, իսկ իրամդ ռոնդեժու ժամանակ ես ավելի մի քիչ պինդ եմ քո հետ, հա, Սաթենիկ, այսինքն քեզանից ավելի շատ, Արտաշեսին ինչի եմ ասում ապրես, որովհետև անցյալ նախորդ գալային պարեց մի ոչ, են որ աշխատում եմ իմը սարքեմ, հա, նորից էլի աշխատանք տեսա, դրա համար ապրես, մի մտածի է, որ սենց լրիվ լավ է, հա, ուղղակի աշխատանքիդ համար ապրես, ապրեք, շնորհակալություն Արմինե, Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Ով դժվարանում եմ ինչ-որ բան ասել, որովհետև համարը ինչ-որ մենք տեսանք, բավականին պարզ համար էր, ես հասկացա, պարոն Գևորգը արել էր, երևի, որ Արտաշես կարողանա նաև հաղթահարի, առանց բարդությունների բանի, երևի թե այս ինչ-որ ասում եմ էլի մի քանի զույգեր կա, նրանց էլ վերաբերվում, դուք սովորում եք շարժումը, փորձում եք շարժումը կատարել եւ այդ ժամանակ կորցնում եք պարը։ Այդ պարի մեջ չեք, դա շատ կարևոր բան է, այն ինչ որ դու արեցիր, ինչ որ հանձնարարներին արեցիր, շարժումը ճիշտ էր, բայց պարը բացակայում էր, մեղմ ասած բացակայում էր, մի քիչ հասկա, տենց պետքա չլինի, պետքա պարը լինի առաջնահերթին, այդ վարակիչ շարժումը, ես պիտի տենամ, որ քու ներսն էլ է պարում, մենակ ոտքդ չի, իսկ այս դեպքում Արտաշես ջան, քու ոտքերը պարում էր, ներսդ չէր պարում, այս աղջիկներ ինչքան փորձեց կրակ տա, չեղավ, ոնց որ վախեցած էր, հանգարտ չմոռանամ, հանգարտ չխառնեմ, երբ պիտի ձեռը բռնեմ, երբ պիտի ոտը բռնեմ, կանես այդ ամեն ինչը կգա տեղը, բայց ներսդ պիտի պարի, հասկացար ինչ եմ ասում, ավելի ուշադիր։ Չեն ուտում, պարոն Կարապետյան, հաց չեն ուտում։ Սովորութեն հետ չեն կարա պարեն, չեն ուտում, ես այսօր կարել եմ պատիվ տամ միտեղ, գիտեք։ Երեխեք ջան, այդ պարային, այդ մասին, դրան շատ ուշադրություն դա, ներսդ պիտի պարի, ներսդ, որ պարը տեղ հասնի։ Իսկ ինչ որ արել եք, ահա իմ բան է սովորել ես կարճ ժամանակում, չէ՞ Արտաշես։ Այս տեսակի մեջ։ Ապրես, լավ կլինի։ Ապրեք։ Վարդուի խնդրեմ։ Սաթենիկ բարիդ մեջ հագուստիդ պես փայլում էիր։ Վերջապես լավ բառ ենք լսում։ Ունես հիանալի ոտքերի տվյալներ, որ սլացիկ եւ մեծ քայլերով կարողանում էիր չայ-չայ-չային պահանջվող քայլերը կատարել։ Ինչրա դուր եկավ քո տրամադրվածությունը, պայծառ մի կերպար, ով փորձում էր պարընկերոջը լրացնել։ Արտաշես, ես մինչև վերջ սպասում եի, թե դու երբ պետք է պարեի եւ այդպես էլ չտեսա։ Не дождётесь։ Ասպայլի հաց չէի կերել։ Դե կերել եմ մեկ շաբաթը մեկ նստի նորմալ։ Չէ, ուղղակի պարի մեջ պահանջվում էր պլաստիկա, հստակ քայլեր, ձիգ ծնկներ, դիմախաղ, ընդհանրապես չայ-չայ-չայ հետ կապ չունեցող ինչ-որ վարժություններ էիր անում։ Ես դա ասում եմ նրա համար, որ դու կարողանաս հաջորդ գալայի համար փորձես յուրաքանչյուր ոճ, փորձես կերտել, տիրապետել եւ այնուհետեւ ներկայացնել եւ չկար հոգեվիճակ։ Դու կարող ես գնալ աշխատանքի, մուրճով գործ անել եւ չլինի հոգեվիճակ, բայց պարաշխարում այս հրաշալի բեմում եւ նման գեղեցկու կողքին պետք է լիներ կրակ։ Լավ։ Կրակ ենք պահանջում քեզանից Արտաշես։ Սաթենիկ, սանակացրեցիր պապային, հա, եւ այլն լավ։ Եթե շատ փող ունենաս, ինչ կանես Սաթենիկի դերքին։ Շատ։ Որ ունենամ, ձեզ կգտնեմ կասեմ ինչ արեցի։ Ծափարենք Սաթենիկին։ Երկուսը քիչ հավանական է։ Եկեք չմոռանանք, որ Արտաշեսը ժողովրդական պարեր է, չէ՞։ Լավ պարում եւ նրանք 6 ամիս ժամանակ դա է իրավոճը, չնայած բան չունեմ ասում, ճիշտ է, առաջին անգամ փորձեց ենել կրունկներով, մի հատ կրունկները ցույց տուր։ Ահա։
Խոյ տրգ մը 5 Երկրորդ օրն է որ կրունկներով եմ պարում։ Արտաշես 6 ամիս դուք պարապում եք եւ պարապում եք։ Կապ չունի, դու պետք է արդեն կերտած լինեիր այս ոճը։ Ես համաձայն եմ, այո։ Չնայած առաջի անգամ էր ապրես, բայց գիտես ինչ, քանի որ խոսեցինք դուր միկրոֆոնը, որտեղ հիմա ապարելու ես։ Ժողովրդական բարի մեջ դու բավականին լավ ես։ Մի հատ խնդրում ժողովրդական ամենասիրած շարժումը ժողովրդական բարի մեջ, այն ամենահավեսով։ Հələ, հոп։ Այդ շարժումը ոնց է քիչ-քիչ դառնում են հայկական այն պարային ռեստորանային են որ տաշի ռախկալա տախկալա 6-8 ոնց է դառնում հիմա տանցում անենք էլի դերասանական համել կտեսնենք լավ պատկերացնենք 4 բաժակից հետո գնացինք ժողովրդականը սկսեց ու հոպ-հոպ-հոպ-հոպ-նել ավելանում են հոպ-հոպ ծափարում ենք այս օրքին Արտաշես եւ Սաթենին Մեր հաջորդ ելույթը կհուզի հատկապես նրանց, ովքեր երբևէ բռնել են արտագաղթի ճանապարհը։ Պարուսույց բեմադրիչ Քրիստինա Հովակիմյան, Լոլա եւ Հովո, ժամանակակից դիմավորեք։ Երրորդ գալահամերգին աշխատում եմ եւս մեկ զույգի հետ, Հովիկի եւ Լոլայի հետ։ Այս անգամ նրանց վիճակահանությամբ ընկել է ժամանակակից contemporary Հովիկի մոտ այդքան էլ դեռ լավ չի ստացվում, քանի որ նա street dance ոճի պարող է, հիփ-հոփի մեջ է ավելի, սակայն նա լավ աշխատում է, փորձում է հաղթահարել այդ բարիերը։ Ահա, բայց ոտքերը չհասցրեցիր խաչես։ 4 մեջքը։ Չեմ հասկանում։ 3 թե 8։ Հա, օթում մի պահ, այ այսենց ֆիքսի, այ այսենց ու այստեղ։ Լոլային ավելի հեշտ է տրվում, քանի որ հենց իր ոճն է ընկել իրեն։ Պատտվեց ձախ, աջ, ըհը։ Ո՞լ դու կախվի մի անգամից հենց իրեն ինքը գա։ Պատտվեցիր, բերեցիր, մեկ էլ այտենց չբերեց։ Շատ ուրախ եմ, որ contemporary է ընկել, որովհետև ինձ ավելի մոտ եմ համարում այդ ոճին, չնայած մինչև հիմա ես չգիտեմ իմ ոճը որն է, չեմ կողմնորոշվում։ Раз, два, ահա, молодцы։ Մի հատ էլ մեջքն է որ պահես։ Раз, два, ահա, մեջքը 3 и 4։ Չէ, չպահեցիք։ Յուրաքանչյուր շարժումը անելուց նոր բարիերի առաջ եմ կանգնում, որը որ պետք է հաղթահարեմ, որովհետև պետք է հաղթահարեմ։ Սյուժեն ծավալվում է մի զույգի մասին է, որոնք որ էմիգրանտներ են լինելու մեզ մոտ, թողում են իրենց տունը, հայրենիքը եւ ընկնում են ճանապարհ այլ երկիր։ You tell me how could it be any better than this? 'Cause you're all
Եվ Հովո։ Հովո եւ Լոլա։ Վարդուի, խնդրեմ։ Ես կարծում եմ սա երեկոյի լավագույն պարն էր։ Բրավո, բրավո Լոլա, բրավո Հովիկ, ինձ շատ դուր եկավ, պարը շատ երաշտական էր։ Սլացիկ էիք պարում, զգացմունքային էիք, ամենավորը զույգայնություն կար, այն ինչ մենք փորձում ենք մյուս զույգերից պահանջել։ Եվ ամենակարևորը դուք շատ լուրջ էիք մոտեցի այս պարին, շատ։ Զգացում էր, որ պարապած էիք։ Ինձ շատ դուր եկավ։ Բրավո։ Ուղղակի մի խորհուրդ, ընդամենը մի խորհուրդ, ինձ պարի մեջ պակասում էր ձեր ինքնավստահությունը։ Եղեք ավելի ամուր եւ ինքնավստահ, լավ, այսքանը։ Արմինե։ Ես ուզում եմ ասեմ, նորից դուք, լավ արումով։ Շատ լավ էր, շատ լավ, այո, լավ արումով, շատ գեղեցիկ երաժշտություն, գեղեցիկ բեմադրություն, սահուն կերպարներ, շատ սիրուն, զգացմունք կար, հա, Լոլա քո կողմից տալիս էր, այսինքն իրար հետ եք, շատ սիրեցի, շատ սիրուն էր։ Որպես խորհուրդ, ես էլ մարմինների այդ երկարությունը, հա, ձեռքը բացվեց, միջև վերջ թող բացվի ու զգացեք, ոտքը բացվեց, նույնը ոտքին է վերաբերում։ Չգիտեմ, այդ արդեն մանրամասնությունը այդ անցավ, չեմ ասել, ապրեք, շատ լավ է, վերջ, շնորհակալություն Արմինե։ Պարոն Կարապետյան։ Սկսեմ նրանից, որ ինչ որ հիմա ասեց Արմինեն, լայն, երկար, մեծ եւ ինչ որ ասեց Վարդուին, ինքնավստահ, այդ երկուսը իրար հետ շատ բան, այսինքն եթե լինեք ինքնավստահ եւ դուք պետք է իմանաք, որ դուք շատ հաջող զույգ եք, ձեր մոտ շարժումը լայն էլ կստացվի, մեծ էլ կստացվի, բարձր էլ կստացվի։ Իսկ հիմա ամենակարևորը ուզում եմ խոսեմ ձեր բեմադրողի մասին, ուզում եմ ծափահարեք մի հատ եւ բրավո։ Եվ այս դեպքում ոչ թե բեմադրողի տաղանդի մասին եմ ուզում խոսեմ, թե ինչքան գեղեցիկ էր բեմադրել, դա առանձին խնդիր է, թե ինչքան խելացի էր բեմադրել, որ ձեզանից յուրաքանչյուրին իր կարողացել էր ճիշտ օգտագործել եւ ինչ որ հանձնարարել յուրաքանչյուրի առավելություններ օգտագործված։ Ինչ կարող է անի Հովոն լավագույնը, դա էր տրված, Լոլան ինչ կարող է, դա էր տրված։ Սա խելացի լինելու մասին է խոսքը։ Բրավո Քրիստինա։ Բրավո։ Իսկ համարը լավն էր, լավ կատարում, իհարկե վերջում ավելի լավն է, քան սկզբում մի քիչ ոնց որ բանի իմաստով հոգեվիճակի չէի գտել, բայց շատ լավն է, այ բոլոր տեսակի հնարքները, որ ստեղ էին օգտագործված, տեղին էին, բոլոր տեսակի պահումները տեղին էին, ասելիքով էին, օդից վերցրած չէին, համարը սենց պետք է լինի, իսկ դերողություն դու ասում ես սա երեկոյի լավագույն համարն է միշտ ապի, մենք երկու համարը ամեն ինչ դեռ առջևում, սա լավն է։ Բորան ծափարում ենք Լոլային եւ Հովոյին։ Նաեւ ուզում եմ ծափարենք մեր պարուսույցներին, որոնք խելոք նստած են առաջի կարգում։ Շնորհակալություն ձեզ։ Բրավո։ Բարդ է կարող ես։ Ընկեր Լոլա, դու կարող ես։ Հա, բոլորս գիտենք, իհարկե կարող է։ Հով։ Քո խառնվածք այսպես տեսնելով հասկանում որ դու էքստրեմ երևի սիրող ազնվորություն ես։ Հա, շատ եմ սիրում էքստրեմ։ Օրինակ Լոս Անջելեսում պարաշուտից թռնել, օրինակ Լոս Անջելեսում Magic Mountain ովքեր եղել են գիտեն, հա, այդ ահռելի, ես ասում եմ մարդ փոխտա որ գնա վախենա, այդ ահռելի այդ ահավոր բաները, բայց մարդկա այդ ադրենալինի պակասը զգում է գնում է, հա, դու սիրում ես Լոս։ Հա, նամանավանդ շատ եմ սիրում, ասենք մի ձեռքով ուղաթիռի այդ ֆրիկից բռնեմ, մյուս ձեռքով ինքնաթիռի Օչից ու տենց գնամ Ադրբեջան, այդ տենց էքստրեմ եմ սիրում։ Վերջինը պետք չէ։ Օքեյ, տանը դիֆիլադրով փորձի մինչև դրա ժամանակը գա։ Հա, հետարքիր էր ուր գնալ, հա գնաս այդտեղ ինչ որ բան այնտեղ կատարվի, ինքը Շվարցենեգերի բազայով ասում որ հա, ու հետ գա այդ նորից գա այդ։ Լո, դու պարային խումբ ունես, ճիշտ է։ Այսօր բահիվ խնդրում եմ, պարային շարժումներից ենք, հա, խոսում, ես կուզենամ դու ինձ Լոլային ենք տափարում, մի հատ հավեսով։ Լոլան պարային խումբ ունի, բոլորը գիտեն, այսօր ինչ-որ նոր շարժումներ, անուններ լսեցի, հիմա կուզեմ դու ինձ մի բան սովորացնես, ես էլ ինչ-որ քիչ-քիչ պարային շարժումներ սովորեմ, ասա։ Ինչա, անդերշիկատր։
Սիկատր, հա, ոնց էր սա, հետո։ Սիկատր։ Անդրշիկատր, ուշադրություն։ Լավ է։ Ես գիտեի, որ դու կարաս։ Ինչ Արմին է։ Ես զգում եմ, որ դու կարաս, ապրես։ Անդրշիկատր արեցինք, մյուս բրդրա, պիրուետ, ահա։ Ահա, Գրիշ։ Պիտյանես։ Գրիշ Պիտյանես։ Ոնց էր մի հատ նորից։ Թիթիզ բանը։ Բրավո։ Այդ Կամաց չընկնես։ Всё, եղա։ Արեցի։ Եվ վերջինը, մի հատ բարդ անունով ինչ-որ բառ է։ Կաբրիոլի, հա։ Կաբրիոլետի չխառն է, կաբրիոլի։ Ոչ էլ մակարոնը, հա, ասա ինչ է։ Հատուկ ես անում, հա, ոչ։ Հիվանդանոց ենք։ Գրիշա պետք չի, Գրիշ։ Մի հատ Չէ, արի երկուսով անենք սա, զուգար, հա։ Ես մի քիչ հետ տնկած, հիշում ես ոնց ենք բեմադրել։ Դա այնքան մնացինք 3-4։ Всё, եղած է։ Լալա! Բրավո։ Բայց դե կարող ես տիախտով Գրիշ Աղախանյան։ Շարունակում են ծափարությունը Լոլա եւ Հովոկ։ Եթե ռիթմերին գումարում եք գունախաղը, ապա ստացվում է այն, ինչ հիմա կտեսնեք։ Պարուսույց բեմադրիչ Արմինե Զարյան, Սյուզաննա եւ Ռոբերտ։ Fuck jazz։ Դիմավորեք։ Մոտեցել ենք արդեն երրորդ գալային, շատ ուրախ եմ, որ դեռ գտնվում եմ ես էլ զույգերի հետ միասին հաղորդման մեջ։ Երրորդ գալային բեմադրում եմ Սյուզին եւ Ռոբերտին, որոնք քաշել են funky jazz։ Jazz ինքնად հին տեխնիկա է, հա, բարային մի ոճ է, որը բալետի հետ միասին, քայլ, այսպես զարգանում են։ 1, 2, no, it's 1, 2, դա, սենց չէ, հա, դամդաղ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, Գնացինք։ Փորձերը ընթանում են հետաքրքիր, մի փոքր դժվար, քանի որ մեր ոճը չէ, աշխատում ենք հնարավորինս մտնել կերպարի եւ ինչի մեջ։ Մեկը մյուսին նկատողություն չանեք տենց։ Կամ եթե անում եք, սիրուն արեք, սիրուն խոսացեք։ Մուննատրոնատ մի արեք։ 1, 2 and 3 and 4 and 1, 2 and 3 and 4 1, 2 and 3 and 4 Ta, pa, 7, 8 How many times? Փորձել են ընթանում, դժվար, Ռոբ։ Հա, դժվար։ Այսենց, գնում ես անես մի գործողություն, ձեռքդ ներկած, իրան ներկելու ես, չգիտես ինչ ալնելու, այս վիճակը պետք է լինի։ Գնացինք։ This, that silhouette, prap, նորից, that silhouette, boom, boom, հա, that silhouette, stop, նորից։ Ռոբերտն ու Սյուզին այս բեմադրության մեջ կատարում են շատ ուրախ, սիրահարված զույգ, որը որոշում է իր տունը ներկի։ Հիմա որ պատը ներկենք, աչ, թե ձախ։
Սյուզաննա եւ Ռոբերտ։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Ինձ դուր եկավ համարը, թե ուրախ մի պատիվ արմինեի ասեմ, որ նա էլ գտել էր ձեր կերպարներին հնեց հարմար, որ նա զորով չսազացներ էլ, ինչ որ կայք դրա վրա էր արել, լավ էր, Ռոբերտ ջան, մենակ ես բան եմ ուզում ասեմ, երբ որ այդ կերպարի մեջ էիր, այդ ժպիտով, այդ մի քիչ միամիտ կերպարով շատ լավն էր, բայց հենց սկսում էիր պարել, թողում էիր կերպարը, դուս էիր գալի, արդեն ուրիշ բան էր դառնում, այդ լավ չի։ Միշտ ոնց որ մտարում եմ, ոնց սկսեցիր, տենց էլ պետք է շարունակել մինչև վերջ։ Երկար չեմ ուզում խոսամ, համարը լավ էր, դուք էլ բավականին հաջող կատարեցիք, մալացի։ Բրավո։ Արմինե ջան, ասեմ, որ դու չես խոսելու, որովհետև մեր կանոնների համաձայն, հա, այն պարուսույցը, ով բեմադրել է, պարը իրանք չունի խոսելու, բայց մենք ծափարում ենք Արմինեին բեմադրության համար։ Բրավո Արմինե, ապրես։ Շնորհակալություն։ Այո, պարոն Կարապետյան։ Բայց իմ Արմինեին որ ձայն տան կարող էինք ավելի խիստ քննադատի, քան թե ես։ Արմինե, եթե իրոք, եթե իրանք ունենայր, Ինչ կասիր։ Չեմ ասի։ Բայց ես ուզում ասի, Արմինեն չի կարող հանգստել, մի բան ասի։ Վարդուհի, խնդրեմ։ Օրենքը չխախտենք։ Այո, չենք էլ խախտում, Վարդուհի։ Արմինեն պետք չէր խոսել, Արմինեն բեմադրել եւ պարով էր ներկայացրել խոսքը, այո, ամեն ինչ աստված էր։ Շատ գեղեցիկ էր, Արմինե ջան, քեզ եմ շնորհավորում։ Կապույտ կարմիր ինձ նարնջագույնն էր պակասում։ Շատ թեմատիկ հետաքրքիր թեթև կատարում էր։ Էտել ու պարծել է։ Ինչու՞ չէ։ Թեթև կատարում էր Սյուզաննա, դու ինձ հիշեցրեցիր եւ այսօր ես քեզ կանվանեմ Pretty Woman։ Շատ անուշիկ էր, թեթև էր։ Պահումներդ շատ թեթև էր կատարում, ինձ շատ դուր եկավ։ Դու երկրորդ գալայի համեմատ այսօր շատ ձգվել էր, գուցե պատճառը նա էր, որ դու հայտնվել ես վտանգավոր գոտում։ Իսկ Ռոբերտ, գիտես, քեզ այս ոճով եւ այս մակարդակով պարային տեսել եմ։ Այ հիմա ես սպասում եմ, թե դու ինձ երբ պետք է զարմացնես, որովհետեւ ճիշտ ժամանակն է արդեն գտնելու կոնկրետ ոճ եւ ձեռագիր թողնելու։ Լավ, կսպասեմ։ Շնորհակալություն։ Արմինե։ Չի կարող խոսալ։ Խոսամ, գիտես, մի։ Ծափարում ենք եւս մեկ անգամ Արմինեն բեմադրության համար։ Վարդուհին հիշեցրեց վտանգավոր գոտու մասին։ Բոլորս էլ հիշում ենք, հա, ամփոփման ժամանակ ինչքան հուզված, ինչքան ներվային այսպիսի իրավիճակ է տիրում։ Մի հատ ասա, ինչ զգացմունքներ էր հենց այդ պահին։ Շատ լարված վիճակ էր, ահա որ։ Իսկ ներսդ ինչ էր կատարում։ Զգացի այն, ինչ երբեք չես զգացել նախկինում։ Զգացի լրջություն, ցանկություն, մյուս գալան ապարելու մեծ ցանկություն։ Եվ պարեցիր, եւ շատ լավ պարեցիր։ Այո։ Դա ինձ ստիպեց ավելի ձգվել, ավելի հասկանալ այս պրոյեկտի լրջությունը եւ գինը։ Սյուզաննա Տիկնակեփան։ Զգացվում էր։ Մի քանի օր առաջ շատ հետաքրքիր արտահայտություն լսեցի, ասում է լավությունը անպատիժ չի մնում։ Այ քեզ բան։ Շատ հաճախ ենք լսում կամ ասում, չէ, լավությունը անողի գլուխը ծակա։ Լավության մասին ընդհանրապես, Ռոբերտ, ինչ կասես։ Դե երևի հերոստատիտողը կհամաձայնվի իմ հետ, մեր պապերը ասում են լավություն անողի գլուխը ծակ է։ Ահա, բայց համել ասում են լավությունն է քսի ջուրը։ Հա, դե 21-րդ դարում երևի այդպես չի։ Ահա, բա ինչպես է։ Պետք է անես, թե չանես։ Դու հաճախ ես անում լավություն։ Այո, ես միշտ անում եմ։ Վերջի լավություն օրինակ, ինչ ես արել, ընկերոյիդ ինչ ես նվիրել։ Դե ճիշտն ասած ընկերոյի չունեմ։ Չունես ընկերոյի, լավ։ Այ որ ունենար գիտես ինչ էր կանել։ Ես սա գիտեք ինչու հերվից սկսեցի, հենց ամփոփման այդ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ էլի բոլորս նկատեցինք, թե ինչքան են անհանգստանում, չէ, բոլոր երեխաները, իրանց մասնակիցների, իրանց ընկերների համար։ Ու անկեղծ ինչքան են հուզված, հա, եւ լացում են եւ դա եթերում երևաց, որովհետեւ շատ լավ եւ բարի տրամադրված են բոլորը միմյանց նկատմամբ։ Ես կուզենայի, որ ընդհանրապես մենք այդպեսին լինենք, բարին ցանկանանք, շատ հաճախ ասենք կներեք, շնորհակալություն եւ այլն։ Դա լավ բան, հավատացեք։ Ծափարում ենք Սյուզաննա եւ Ռոբերտ։ Մեր հաջորդ ելույթը ես կանվանեի այսպես. Պապարացին սնդուսափայլ։ Սնդուսափայլ, այսինքն գլամուր։ Գլամուր աղջիկը եւ
արժանի պատիժը։ Պարուսույց բեմադրիչ Հովիկ Հովանիսյան, Անի եւ Վահան, հիփ-հոփ։ Երրորդ գալա համերգ, աշխատում եմ Անի եւ Վահանի հետ, ոճը միանշանակ հիփ-հոփ, ուրիշ բան չէր կարող լինել։ Smack the paparazzi, the paparazzi, smack the paparazzi, the paparazzi, smack the paparazzi, smack the paparazzi. Փորձը ցույց տվեց, որ երկուսն էլ կարողանում են հասցնել։ Раз, два и три и ho, 1 2 3 ho, раз и два и три и ho, 1 2 Շատ ուրախ եմ, որ հիփ-հոփ ենք բարելու, որովհետև այն ինձ մոտ է ավելի, ի վերջո ես այդ ոճում եմ նաև ներկայանում եւ կփորձենք լավ ներկայանալ եւ զույգիս էլ ես կփորձեմ ինչ-որ չափով օգնել, չնայած որ կարծում եմ նա դրա կարիք է այդքան էլ չի զգում, որովհետև լավ է ստացվում։ Հալա բալա հետի պա։ Յա, դու գնա։ Շմիրոպ է։ Լավ ենք մենք անում այս պահումը։ Անի լրջացի։ Հոպա, դավայ գնա։ Ճիշտ այն ոճը չի, այս անգամ զույգիս ոճն է, իր մոտ է ստացվում լավ, բայց չեմ զիջում։ Հուսով եմ շատ լավ կստացվի մեզ մոտ հիփ-հոփը։ Ցապ 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 Sap, 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 sap. Раз. Մենքամ սխվատ կարայան։ Իշավ։ Դու now. Իշավ։ Հա։ Ինքը գլամուրային է մի քիչ։ Ավելի ազատ։ Պապարացի մասին է։ Պարզայց դեպքում պապարացին լինում է Վահանը ու Վահանին որպես պապարացի զոհը պատժում է։ Раз, и два, и три, и ау! Раз, два, три, օ! Տենց է, դու չես զգում ինչ ես անում, վերջում ասում է բան չի եղել։ Հուսով եմ, թե երաժշտությունը եւ թե մենք մեր էներգետիկայով այնքան կլինենք, որ կփոխանցենք մեր այդ պահի զգացածը նաեւ հանդիսատեսին եւ հեռուստադիտողին։ The paparazzi, the paparazzi, smack the paparazzi, the paparazzi, smack 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 the paparazzi, the paparazzi, yeah, smack the paparazzi, oh, the paparazzi, yeah, smack the paparazzi, do it, smack the paparazzi, smack the paparazzi, smack the paparazzi, smack the paparazzi. Smack the paparazzi, his camera drops, see the look on his face like I can't believe he clocked me. Stop being so cocky when you try to stop me. Just take a picture with your Canon, don't try to mock me. Antagonistic, talking too much lipstick. You would think you wanted me to slap you like a bitch quick, all up in my business when I'm trying to get down. In the backseat of my Mini, I'm trying to hit this round downtown. Julie Brown, the booty was popping out. I'm stroking like Clarence when the paparazzi popping out. He went click, 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 click with his cannon. Then I went with my hand, son. Smack the paparazzi. Oh, the paparazzi. Yeah. Smack the paparazzi. Smack him. The paparazzi. Oh, smack the paparazzi. Smack the paparazzi. Smack him. Smack the paparazzi. Smack the paparazzi. Smack him. Smack the paparazzi. Smack the paparazzi. Oh no! Ani Evan! Bravo! Van, ամեն ինչ նորմալ, հա? Հա? Ոչինչ։ Ապրես Անի ջան, ամեն ինչ նորմալ, վերջում այդ մարդը պետք է ամուսնանա երեխա ունենա, լավ է, Հերվանյացին։ Պարոն Կարապետյան, խնդրեմ։ Ես քիչ առաջ որ նայում էի, ուզում էի ասեի, բան երևի թե ճիշտ էր, ես օրինակ ուրախ եմ մնաց պրոյեկտում, բայց այս ֆինալը տենացու չգիտեմ, ինքը ուրախա թե չէ։ Հա։
Կասկածել եմ։ Դա միշտ այս բաներ չի լինի, 1000-ից մեկ է այդպես լինում։ Դա ձեզանից է, թե ձեր պարուսույցից, որ կամ խստապահանջ ա եղել, կամ դուք շատ տենց բարեխիղճ եք մոտեցել անելիքին, դուք կարողացել եք շատ բարձր մակարդակի հասնել այս Բրավո։ Արեցիք Ուրեմն բարեցիք շատ ռիթմիկ բարեցիք, ամեն շարժումը տեղը տեղին բան իմաստով ասում ռիթմը և երաշտություն օգտագործելու իմաստով և միևնույն ժամանակ շատ արտահայտիչ մռութներով, դա շատ կարևոր էր, մի բան որ միշտ ասում է, երևում էր, որ ձեր ներսը պարում է, ապրեք, ես ես շնորհավորում եմ։ Արմին է ասել, որ արդեն կարող եք խոսել, խնդրեմ։ Իրան ասել էին, մինչև տուն չպետք է խոսել, մինչև տուն ասել։ Իրոք շատ սիրուն էր, շատ հմայիչ էր, շատ դեմքներ աշխատում, ինչպես ասեց պարոն Կարապետյանը, համաձայն եմ, շարժումներն էին աշխատում, մարմինը աշխատում էր, ասեմ Անի ջան, շարժումներ կային, որ գիտես մեր պարողների աշխարհում մենք ասում ենք 100%, հա, այսինքն full out ու մարկ է, կես ոդկ։ Դուք ոչ կես էիք, ոչ full out, հա, այսինքն ես համոզված եմ, եթե Հովանեսը պարի նույն պարը, ես այսքան քայլեր այսքան կտեսնեմ, այսքան ձեռքը այսքան կտեսնեմ, հասկանում ես, տարբերությունը մեծ կլինի, բայց դուք ինչքան որ կարողացաք ձեր չափերի մեջ, ձեր հնարավորությունների մեջ աշխատել եք, շատ սիրուն էր ու այդ աշխատանքը ցույց տվեցիք, չէիք եկե ուղղակի մի օր սովորել եք բեմադրություն ու դուրս եկաք, աշխատել եք, շատ սիրուն էր, շատ ապրեք, շատ սիրուն բեմադրություն, գործ, հա, երաժշտության Հովիկին եք ծապարում։ Ինձ թվում է գոհ է ևս Հովանեսը։ Այ մեծ շարժումն է, տեսնում եք։ Մեծ։ Հովիկի, հա։ Մեծ։ Հեյ։ Հովիկ, ներեգություն, Արմին, անընդհատ որ ցույց ես տալին, որ այսինքն ինչ որ վիզ կտրելու հետ կապ։ Այդ շարմա, յա։ Իսկ եթե վատա, ինչ շարժում ես ցույց տալ։ Արդեն բան։ Հասկացա։ Այ քեզ բան։ Հա, ինչ որ տես դաժան բան էր, հա։ Չպարեցիր։ Արմենը, հա։ Լավ չպարեցիր ու վերջում դուրս կգաս։ Ոնց որ եղավ, հա։ Արմեն ջան, բան եք ավելացնում։ Չէ, ապրեք։ Ապրեք։ Ժպտերես Արմինեն, ասում է ապրեք։ Շնորհակալություն Արմինե, Վարդուհի։ Դե Հովիկի բեմադրությունները միշտ էլ տարբերվում են, կախված է նրանից, թե դուք ինչպիսի պատրաստվածություն ունեք եւ ինչպես կարող եք վերցնել այդ դրայվը, ինչպես նա է սիրում ասել։ Անի, ինձ դուր եկա, որ դու կարողացար նախորդ գալայի այդ նուրբ կերպարից կերպարանափոխվել, խենթանալ եւ մի էներգետիկ դաշտ ներկայացնել մեզ։ Ինչ շատ դուր եկավ, դու շատ համարձակ պարուհի ես։ Նաև ես օրագրերն եմ հետևում և ես զգում եմ, որ դու շատ աշխատասեր ես և քո աշխատասիրությունն է բերում որակի, ողջունելի է, աշխատիր և կերպարանափոխվի, քեզ մոտ լավ կստացվի։ Վահան, քեզ այս բեմադրությունում, գիտես, Անի կողքին շատ դժվար է լինել ակտիվ և տարբերվել, մի փոքր դու զիջում էիր ինձ համար, Անի կողքին գտնվելով, և այդ երաշտական այդ բիթը, որ խփում, այդ դա չկար պարիտ մեջ, այս դա կուզեի տեսնեի, որ մարմնիդ առանձին հատվածներ, առանձին շարժվեր, լավ, ստացվում էր, լավ բեմադրություն էր, Հովիկը ստացել էր քեզանից ինչքան հնարավոր էր, բայց շատ աշխատելու տեղ կար, և ես, քանի որ սա վերջին համարն է, ես խոսքս հղում եմ բոլոր մասնակիցներին, ինձ համար կարծես բոլորը մի գույնի մեջ են գնում, գտեք ձեր ոճը և տարբերվեք, լավ, սա բոլոր մասնակիցներին։ Շատ կարևոր խորհուրդ, շատ կարևոր, շնորհակալություն Վարդուհի։ Անի, մազերդ ասեմ, բեմ բարձրանալուց առաջ հոսանքի մեջ, մազերս Արդյունքը ակնհայտ է։ Սերգեյ Դանելյանին է նման բյանին։ Ո՞վ է նման։ Սերգեյ Դանելյանին է։ Ես ուրախ եմ այս դրա։ Ուրախ ես, հա։ Իսկ թվաց կարող ուրախ չլինի։ Ուրախ ես, չէ, Սերգեյ լավ դերասան է, մեր ընկերն է։
մի քիչ շարունակում ենք։ Շատ լավ։ Անի, աշխատասեր ես եւ դա նկատում։ Իդեպ մեր մասնակիցներից միակ դերասանը դու ես, չէ՞։ Այո, ոնց որ։ Կարճ հարց ու պատասխան։ Կինո թե թատրոն։ Միանշանակ թատրոն։ Կոմեդիա թե դրամա։ Դրամա։ Փոքրնային շիլը։ Լուրջ տիպուկ։ Քո աշխատասիրությամբ կհասնես, ես համոզված եմ։ Վահան, հաճախ ամենտեղ, այսինքն նստու անգամ քնած ժամանակ պիրոյետներ ես անում միշտ, չէ՞։ Հա։ Երեխեքն էլ ասում, հա, Վահան եկա, պիրոյետ տղան է։ Ուրեմն պիրոյետ ենք ուզում, մի հատ տնես պիրոյետ հավեսով, որ բոլորս ապշենք։ Այո, հանենք։ Այո, գնացինք։ Աչքով տվեցիք։ Այ։ Հոպ։ Բրավո! Վան։ Գլուխը չպտտվեց։ Այս համար դες տուն տանջում ենք։ Մեկ այն բանից հետո հիմա գլուխն افռում ու ցենց շատ ծափարում ենք։ Անի եւ Վահան։ Ումոպտին քվեարկել, եթե բոլորն էլ լավ են ապարում։ Դա թողում եմ ձեր ընտրությանը։ Քվեարկությունը սկսված է, իսկ մենք հանդիպենք քվեարկության ապոպման ժամանակ։ Այսքան առայժմ, բայ։ Hey! Yeah!